Որ խնդիրների դեպքում է ցուցված արթրոսկոպիան։ Եթե վերցնենք կոնկրետ ծնկան հոդը, բացի ծնկան հոդի էնդոպրոթեզավորումից, բոլոր ծնկան հոդի վիրահատությունը կատարվում է արթրոսկոպիկ եղանակով։ Ուրեմն ծնկան հոդը եւ ուսահոդը ամենամեծ սպեկտրն ունի արթրոսկոպիկ միջամտություններին։ Մենք կարողանում ենք ամբողջությամբ վիզուալիզացնել հոդը եւ լուծել հոդի խնդիրը։ Քանի որ ծնկան հոդը եւ ուսահոդը ամբողջությամբ ֆիքսված են կապանային համակարգով եւ չունեն ոչ մի ոսկրահաճախային ֆիքսացիա, ուստի իրենք ամենահաճախն են վնասվում։ Եվ ուստի կարողանում ենք արթրոսկոպիկ միջամտությամբ լուծել այդ խնդիրները։ Արթրոսկոպիկ միջամտության ցուցումներն են հիմնականում, եթե կրկին անգամ վերցնենք ծնկան հոդը, առաջին հերթին դրանք ծնկան հոդի մենիսկների վնասումն են։ Մենք արթրոսկոպիայի միջոցով կարողանում ենք ախտորոշել այն եւ լուծել այդ խնդիրը։ Մենք արթրոսկոպիկ միջամտությամբ կարողանում ենք կատարել մենիսկների մասնակի հեռացում, կարողանում ենք մենիսկները վերականգնել հատուկ արայնութերի օգնությամբ, վերացնել ոսկրահաճախային դեֆեկտները, կարողանում ենք կատարել առաջային խաչաձև եւ հետին խաչաձև կապաների պլաստիկա, կարողանում ենք հարթեցնել ոսկրահաճախները, որոնք որ վնասվել են կյանքի ընթացքում։